Ես վստահ եմ, որ Բարգավաճ Հայաստան ընտրացուցակը առաջարկ Հայաստանի ծրագրով շատ ծանրակշիռ ներկայություն ունենալու ապագա խորհրդանում եւ որոշիչ դեր ունենալու նոր իշխանության ձևավորման գործընթացում։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մի շարք կուսակցություններ անցողի քշեմը հաղթարած միավորվում են, ձևավորում են իշխանություն։ Բայց եթե ընդդիմության ձայները շատ եղան, ընդդիմությունը միավորվելու է, ձևավորելու է իշխանություն։ Իջևանի հորտնից այդ կտակը իշխանության չի բերենք։ Իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է։ Ժողովուրդն է որոշելու ինչ իշխանություն ձևավորվի Հայաստանում։ Մեծամասնությունը օրինական ընտրություններով կգնա կընտրի իրանք կձևավորեն։ Կընտրի ընդդիմությունը կձևավորի։ Քանի որ Փաշինյան եւ պատերազմ բառերը դարձել են հոմանիշներ, ուստի ըստ Սուրենյանցի Հայաստանի պետականության պահպանման համար ընդդիմության թիվ 1 անելիքը Հայաստանը Փաշինյանից ազատելը պետք է լինի։ Հիմա կոնին դրածա Հայաստանի Հանրապետության ճակատագիրը Արցախցի մեր քույրեր եղբայրները դալիճում իրանցից շատերը ներկա են։ Գալու տեղ ունեին, ուրեմն գնալու մենք։ Ընդդիմադիր գործիչը շեշտում է, թույլ չեն տալու, որ Հայաստանի ճակատագիրը որոշվի երկրի սահմաններից դուրս։ Եթե ձևավորենք իշխանություն, անվերապահորեն կատարելու ենք Հայաստանի ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները։ Թե ինչպես է Փաշինյանի պարտությունը կանխորոշված, Սուրենյանցը վստահեցնում է։ Եթե ընտրություններին մասնակցի քաղաքացիների առնվազն 50%-ը, Հայաստանը Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով վարչապետ չի ունենա։ Մեր ողբերգությունների պատճառներից մեկն է նա, որ ամբողջ երկիրը ապրում է այդ մարդու տրամադրությամբ։ Ուրախ զարտեց երկիրը հանգիստ կթողի, շոր վատ տրամադրությամբ զարտեց երկրում ցնցումներ ալնելու։ Անձնակենտրոն կառավարումից անցում դեպի թիմային աշխատանք։ Սա է առաջարկվող օրակարգը։ Սուրենյանցը եզրափակում է, մեկ մարդու իշխանության մոդելը Հայաստանում պիտի սպառվի։ Դրա փոխարեն անհրաժեշտ է ներկայանալ իրատեսական ծրագրով եւ ակտիվ քարոզարշավով։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։